Սեպտեմբերի 18-ից 20-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարվեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովը։ Այն ընթանում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մասնակցում էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները, հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի եւ Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։ Եկեղեցական ներկայացուցչական ժողովը լիազոր մարմինն է ազգային եկեղեցական ժողովի, որը հայ եկեղեցու բարձրագույն մարմինն է։ Ունենալով այս լիազորությունը, եկեղեցական ներկայացուցչական ժողովը քննում է մեր եկեղեցու կյանքում առկա կարևոր խնդիրները, դրանց վերաբերյալ որոշումներ կայացնում եւ կիրառում։ Այս տարվա օրակարգում թեմական կանոնադրության ուղենիշային փաստաթղթում փոփոխություններ կատարելու, եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագծի ներկայացման, ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների եւ զինված հակամարտության մեջ գտնվող երկրներում հայկական համայնքների վիճակի հարցերն էին։ Թեմական ուղենիշային կանոնադրության առաջարկվող փոփոխություններին անդրադարձավ Մայրաթորի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Առաջինը վերաբերում էր թեմական խորհրդում եւ թեմական падգամավորական ժողովում առաջնորդի կողմից համապատասխանաբար 1:3-ի, 1:10-ի հարաբերությամբ անդամներ նշանակելու հնարավորությանը։ Նման փոփոխությունը հնարավորություն է ընձեռում թեմակալ առաջնորդներին թեմի եկեղեցական եւ ազգային կյանքում ծառայություններ մատուցած աշխարհիկ անձանց ներգրավել կառավարման համակարգում։ Երկրորդ փոփոխությունը վերաբերում էր եկեղեցական ներկայացուցչական ժողովում եւ ազգային եկեղեցական ժողովում падգամավորների ընտրության կարգին։ Դուք տեղյակ եք, որ ազգային եկեղեցական ժողովը եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինն է։ Այստեղ падգամավորները ներընդգրկվում են թեմերից ընտրված падգամավորներով։ Ուրեմն ինչ կարգով կարող են այս падգամավորները ընտրվել։ Մենք ասում ենք, որ համաեկեղեցական ժողովների падգամավորները, տվյալ դեպքում ազգային եկեղեցական ժողովի, եկեղեցական ներկայացուցչական ժողովի падգամավորները կարող են ընտրվել միայն թեմերի, թեմական падգամավորական ժողովների կողմից, որպեսզի այդպիսով նաև պահպանված լինի թեմի ընդհանուր կեցվածքը արտահայտելու կարգը։ Պատահական մարդիկ չհայտնվեն եկեղեցական ներկայացուցչական ժողովում եւ ազգային եկեղեցական ժողովում։ Թեմական ուղենիշային փաստաթղթի 3-րդ փոփոխությունը վերաբերում էր եկեղեցական ներկայացուցչական եւ բարձրագույն մյուս ժողովների կողմից կայացված որոշումների գործադրելիությանը։ Հայ եկեղեցին բարձրագույն 4 մարմին ունի՝ ազգային եկեղեցական ժողովը, եպիսկոպոսատ ժողովը, եկեղեցական ներկայացուցչական ժողովը եւ Գերագույն հոգևոր խորհուրդը։ Թեմերն իրենց կանոնադրություններում պետք է հաստատապես ամրագրեն այն հոդվածը, որ այս 4 մարմինների կայացրած բոլոր որոշումները չեն կարող վիճարկվել թեմական падգամավորական ժողովների կողմից եւ կանոնադրություններում ներդրվում են առանց քննարկումների։ Նպատակները հետեւյալն են. առաջինը ապահովել եկեղեցու ուղղահայաց կառավարման անարարկելի իրողությունը, երկրորդը հնարավորություն ընձեռել աշխարհական նշանակալի ծառայություններ մատուցած անձանց ներգրավվածության աստիճանը ավելի բարձրացնել թեմերում եկեղեցու կառավարման գործընթացում։ Սրանք արդիական խնդիրներ են եւ ես կարծում եմ, որ այս փոփոխություններով այդ երկու խնդիրները մենք կարողանանք լուծել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը խոսեց հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթരാճ կազմակերպվող միջոցառումների մասին։ Սրբազան հայրը կոչ արեց պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության ձայն բարձրացնելու, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, ճանաչի եւ դատապարտի 20-րդ դարում տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը։ 2015 թվականը աշխարհասփյուռ հայերի համար պիտի դառնա միասնության տարի, անկախ անձնական հայացքներից։ Յուրաքանչյուր միջոցառում ոչ միայն վեր գահանե անցյալեն մեզ եկող հուշը, այս բարակային երբ կողոքեգոչենք 100-ամյակը հայոց ցեղասպանության նահատակներու հիշատակի արժեվ խոնարհվելու, բայց նաև ողջագոչումը գտարնա հրաշալի հրավերմը նորոգելու մեր ուխտը, մեր հանձնարարությունը Աստծո նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, մեր սրբազան ավանդների նկատմամբ, հայոց լեզվի նկատմամբ, հայ ընտանիքի եւ հայ օջախի սրբության նկատմամբ մեր ամբողջական հավատարմությունը բահելու տեսանկյունեն դիտված։ Եթե այսպիսի հավատամքներով չպիտի առաջնորդվի մեր կյանքը,
այնուհետև մենք իրապես գծախողենք մեր առաքելության մեջ եւ ոգեգոճումները եւ նաեւ ծերնարկներ, միջոցառումներ գտարնան սոսկ այսպես երևութական վիճակ ներկայացնող միջոցառումներ։ Ժողովականները մտահոգված էին Ուկրաինայում, Սիրիայում եւ Իրաքում տիրող ծանր կացությամբ։ Իրաքի հայերի վիճակը ներկայացրեց թեմի առաջնորդ Տեր Ավագ arczepiskopos Ասատուրյանը։ Սրբազանը նշեց, որ պատերազմի հետևանքով շուրջ 160,000 քրիստոնյա է արտագաղթել Իրաքից։ Ժամանակին այս երկրում 25-ից 30,000 հայ է ապրել, բայց 2003 թվականից հետո հայերի մեծ մասը արտագաղթել է։ Այսօր այնտեղ մնացել է շուրջ 10,000 հայ։ Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Գրիգորիս arczepiskopos Բունյաթյանը պատմեց քաղաքական վերջին զարգացումների եւ տեղի հայերի կացության մասին։ Շուրջ 100,000 հայ կենտրոնացած են Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում։ Նրանց 50-ից 60%-ը տնտեսապես էականորեն տուժել է եւ ստիպված տեղափոխվել այլ քաղաքներ։ Հուսանք ժամանակավոր լինեն այս բոլորը, կայունություն հաստատվի եւ տեղափոխված մեր ժողովուրդն էլ մյուս ասենք ազգաբնակչության հետ վերադառնան իրենց տները, իրենց տեղը, ասենք այդպես կայուն վիճակ լինի եւ խաղաղ կարողանան աշխատել, ապրել եւ այլն։ Մինչ այդ մեր հայկական համայնքները եւ եկեղեցական կառույցները օժանդակում են թե տեղավորելով այդ ժողովրդին եւ թե ինչ որ նյութական օժանդակություն ցուցաբերելով։ Սիրիայում տիրող իրավիճակը ներկայացրեց Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։ Հայերը հիմնականում Դամասկոսում եւ Հալեպում են ապրում։ 32 հայկական եկեղեցի կա։ Դամասկոսում 1 եպիսկոպոս եւ 3 քահանա է սպասավորում։ 15-ից ավելի եկեղեցական էլ Հալեպում են ծառայում։ Հայկական եկեղեցիներից շատերը ռազմական գործողությունների հետևանքով հրդեհվել ու ավերվել են։ Բարեբախտաբար դրանցից եւ ոչ մեկը հիմնահատակ չի քանդվել։ Սրբազանը հույս հայտնեց, որ Աստծո կամոք պատերազմի ավարտին համայնքը հանգանակությունների միջոցով կվերականգնի տուժած եկեղեցիները։ Դամասկոսի առաջնորդարանի մեր եկեղեցին արդեն մոտեցած են այս պայթումները նվազ քան 1 կիլոմետր, այսինքն շատ մոտ են, մենք ամեն օր կտեսնենք եւ այդ ցնցումներով ուղագի կցնցվին մեր բնակարանները։ Եվ ահա այս մտահոգությամբ եւ այս ցավը ուզեցի փոխանցել եկեղեցական ներկայացական ժողովի մեր բոլոր պատվիրակներուն եւ պատգամավորներուն, որը օրագարկի մեջ էր եւ խոսելու մեր ցավի մասին եւ մանավանդ ասելու այն երախտագիտական խոսքը հանուն Սուրիայության, որ բոլոր թեմերը իրենց քաղաքային, միութենական եւ թեմական բոլոր կառույցներով գազմագերբեցին հանգանակություններ, օգնություն, ուրեմն Սուրիահայ մեր զավակներուն։ 2014 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը Տեր Եզնիկ arczepiskopos Պետրոսյանը ներկայացրեց։ Եկեղեցական ներկայացուցչական ժողովը ազգային եկեղեցական ժողովի կողմից դեռևս 1995 թվականին լիազորվել է կանոնադրություն ունենալու եւ այդ բարձրագույն մարմնի ժողովների միջև ընկած ժամանակահատվածում զբաղվելու հայ եկեղեցու կարևորագույն հարցերով։ Թեմական եւ ծխական կանոնադրությունները կամ կյանքը, ինչպես գիտեք, բավական տարբեր են։ Հայաստանում տարբեր է, Ներքին Սփյուռքում տարբեր է, Եվրոպայում տարբեր է, Ամերիկայում տարբեր է եւ այդ բոլորը ելնելով տեղական պայմաններից, սակայն այդ բոլորը պետք է ընդհանուր միաձևության բերել, ոչ թե միօրինակության, այլ հիմնական սկզբունքների շուրջ միաձևության պետք է գալ եւ հիմնական սկզբունքներ կան, որոնք պարտադիր պիտի լինեն բոլորի համար։ Հետևաբար այստեղ ընդունված կանոնադրության դրույթները արդեն ընդունվեցին, որ պարտադիր պիտի լինեն եւ թեմական ծխական կանոնադրությունները պետք է բարեփոխվեն համաձայն եկեղեցական ներկայացուցչական ժողովի եւ այս կանոնադրության եւ հետագա որոշումների։ Եկեղեցական ներկայացուցչական ժողովի սեպտեմբերի 29 նիստին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով մասնակցեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահն իր եւ Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն հայտնեց կանգնելու հայ եկեղեցու հայրենանվեր բոլոր գործերի կողքին։ Սերժ Սարգսյանը պատմեց իր Վատիկան այցելության մանրամասները, հանդիպումը Հռոմի Պապի հետ, ապա պատասխանեց ժողովականների հարցերին։ Դրանք վերաբերում էին եկեղեցի պետություն համագործակցությանը, հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընթառաջ միջոցառումներին, Սիրիայից հայրենիք տեղափոխված մարդկանց ցուցաբերվող աջակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին եւ հեռանկարներին։
Նիստերի վերջին օրը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ժողովի բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց կանոնադրության նախագծի կազմման հանձնաժողովին Եզնիկ Սրբազանի ատենապետությամբ։ Ես իմ գնահատանքն եմ ուզում արտահայտել ժողովականներիդ ձեր նախանձախնդիր մասնակցության համար ժողովին, կանոնների քննարկման եւ այդ հոդվածների որդեգրման, որով եկեղեցական ներկայացուցչական ժողովը օժտվեց կանոնադրությամբ։ Վստահ եմ, որ այս օրինական ընթացքով եկեղեցական ներկայացուցչական ժողովի գործունեությունը պիտի շատ խնդիրներ պարզաբանի մեր թեմերի, մեր ծուխերի եւ մեր եկեղեցական կառույցների համար եւ շատ հարցեր այլևս չեն կարող մեկնաբանվել այն կերպ, ինչ մինչ այսօր բոլոր ժողովական կառույցների գործունեության առաջնորդող ոգին հայ եկեղեցին զորացնելու, հայ եկեղեցին պայծառացնելու, հայ եկեղեցին շենացնելու եւ ազգային մեր կյանքը մեր եկեղեցու կանոնական սկզբունքների վրա խարսխելու եւ մեր առաքելությունն այդ սկզբունքներով առաջնորդելու միտում եւ ցանկություն է հետապնդում։ Ես վստահ եմ, որ ձեր վերադարձին դուք անհրաժեշտ լուսաբանություններ, անհրաժեշտ տեղեկություններ այս ժողովի աշխատանքների մասին պիտի փոխանցեք եւ պիտի ապահովեք, որպեսզի ձեր թեմերում, ձեր համայնքներում յուրաքանչյուր հայորդի հասու դառնա եկեղեցական ներկայացուցչական այս ժողովի իրավասությունների եւ նրա լիազորությունների շրջագծի մասին։ Եվ այսուհետ ամեն կերպ պիտի ձեր նպաստը բերեք, որպեսզի այն որոշումները, որ առնվեցին, այդ որոշումների համաձայն գործի դրվեն մեր համայնքներից եւ թեմերից ներս արձանագրված որոշումները այս ժողովում։ Այս ճանապարհով մենք նոր փուլ ենք բացում մեր եկեղեցական կյանքում, մեր եկեղեցու համար։ Ես վստահ եմ, որ հետագա սերունդները նույնպես պիտի իրենց գնահատանքը եւ օրհնանքը բերեն եկեղեցական ներկայացուցչական այս ժողովում մասնակցություն բերած պատգամավորներին իրենց կատարած աստվածօրհնյալ ազգաշահ եկեղեցանվեր աշխատանքի եւ գործունեության համար։ Սեպտեմբերի 20-ին եկեղեցական ներկայացուցչական ժողովն ավարտվեց։ Ժողովի փակման արարողությունից հետո մասնակիցները մայր տաճարի շուրջ համախմբվեցին։ Նորին Սրբության հանդիսապետությամբ Վազգեն Վեհափառի շիրմաքարի մոտ հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Սեպտեմբերի 20-ը երջանկահիշատակ կաթողիկոսի ծննդյան օրն էր։ Արդեն երեկոյան ժամերգության ընթացքում ժողովականները մայր տաճարում մասնակցեցին ընծայման արարողության։ 13 սարկավագներ պատրաստվում էին քահանայական ձեռնադրության, որը տեղի ունեցավ հաջորդ օրը սեպտեմբերի 21-ին։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Վարդգես Մանուկյան, Գևորգ Ավագյան, Արթուր Մանուչարյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հազարավոր հավատացյալների ընդունեց։
Այս օրերին եկեղեցական ներկայացուցչական ժողովի առիթով Հայաստանում են նաև մեր եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի առաջնորդները, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցները։ Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցավ նաև քահանայական ձեռնադրություն, 13 սարգսավակ քահանայության կոչվեց, բոլորն էլ ամուսնացյալ են։ Պատարագիչ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն էր։ Ձեռնադրությամբ նրանք այսուհետ ավետարան քարոզելու, եկեղեցու խորհուրդները կատարելու և Քրիստոսով փրկություն շնորհելու իշխանություն են ստանում։ Հայկազուն սրբազանը Սուրբ Միրոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը և հոգևոր նոր անուններ շնորհեց։ Գևորգ Սարգսավագը ստացավ տերնշան անունը։ Մինչ Գևորգյան հոգևոր ճեմարանն ընդունվելը նկարչական կրթություն է ստացել, բայց մի կողմ է թողել, երբ հասկացել է, որ հոգևոր կյանքն է իր ճանապարհը։ Դերևս ամեն մի քրիստոնյայի համար 7 խորհուրդներից քահանայության խորհուրդը պայծառակերպման խորհուրդն է։ Եվ Քրիստոսի հետ հանդիպան բոլորովին այլ առիթ։ Եվ երանիթը այն, ինչ որ այսօրվա ավետարանում ասվեց, որ Տիրոջ հոգին ինձ վրա է եւ դրա համար ուղարկեց ավետարանելու աղքատներին, սրտով բեկվածներին, կույրերին, կաղերին եւ անգամ գերիներին։ Տեր-Ղևոնդ քահանա Թոփաշյանը ծնունդով Թբիլիսիից է։ 20 տարի եկեղեցում է ծառայել եւ քահանայից պատրաստման լսարան ընդունվել 3 տարի առաջ։ Երկար ճանապարհ է անցել նաև Սարգիս քահանա Սարգսյանը։ Նախկին ճեմարանական է, կիսատ է թողել կրթությունը հոգևոր հաստատությունում եւ զբաղվել ուսուցչությամբ, սակայն անընդհատ ձգտել է վերադառնալ ու սպասել է փոքրիկ մի հնարավորության։ Ի վերջո ընդունվել է քահանայից լսարան։ Ինձ համար նախկինում եւ հիմա էլ, ասենք, քահանայի կերպարը եղել է մարդ, որը կարող է լինել ընկեր եւ որպես հայր։ Ինձ համար այդպիսին է եղել պատկերացումը, ձգտումը եւ պիտի փորձեմ Աստծո ողորմությամբ լինել այնպիսին, ինչպիսին որ իմ երազներում, իմ մտածումներում կար։ Շատ մեծ բեռ ենք վերցրել մեր ուսերին, սխալվել իրավունք չունենք։ Երևի Տեր շնորհքի հետ հավասար այս պահին ես էլ եմ շատ հուզվում մեծ պատասխանատվությամբ նրա հետ հավասար պատրաստ եմ կիսել քահանայական նրա լուծը։ Ապրումները շատ են, սպասումները շատ են, բայց հուսով եմ, որ միասին մենք հաղթահարելու ենք ամեն ինչ Աստծո կամոք։ Վերջին 100-ամյակում մեր եկեղեցին նվիրյալ վարդապետների, եպիսկոպոսների, քահանաների գերազանց օրինակներ է տվել։ Նրանք իրենց ժողովրդի հետ խաչվեցին, նահատակվեցին։ Այդ պակասը դուք եք գալիս լրացնելու, ասաց Հայկազուն սրբազանը շնորհավորելով նորաուծներին։ Մաղթեց անմնացորդ սիրով, նվիրումով եւ հավատարմությամբ իրականացնել իրենց սպասավորությունը, այն ընդունելով ոչ թե իբրև պաշտոն, այլ առաքելություն։ Ձեռնադրությունից հետո նրանք 40 օր հոգևոր պահք կպահեն, որից հետո ծառայության կկոչվեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում։ Նորաուծներին շնորհավորեցին նաև Մայրաթորի միաբաններն ու քահանաները։ Անկախության տարեդարձի առիթով հայոց հայրապետը հանրապետական մաղթանք կատարեց։ Անկախությունը բոլոր ժամանակներում մեր հայոց հայրապետների փափագն ու ցանկությունն է եղել։ Զիպահեսես և պահպանեսես սանրամետություն Հայաստան աշխարհի, ի խաղաղության, ի բարօրության և անսասանության։ Ամենայն հայոց Վազգեն առաջին երջանկահիշատակ հայրապետին էր վիճակված 1991 թվականին օրհնել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Արցախյան ազատամարտի երկրում ծանր ճգնաժամի օրերին եկեղեցու սպասավորները հույս, հավատ ու սեր քարոզեցին ծայրահեղ վիճակում հայտնված ժողովրդին։ Այսօր Մայրաթորի միաբանությունն աղոթեց հայրենիքի շենության, անսասանության, բարօրության ու առաջընթացի համար։ Անուշ Առաքելյան, Արտաշես Մաթևոսյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։
Հայաստանի անկախ հանրապետությունը 23 տարեկան է, անկախությունը բացարձակ արժեք է, ինքնության պահպանման երաշխիք։ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետության անկախության տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն։ Հանդիսությանը ներկա է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության եւ անկախ պետականության համար։ Մենք իբրև ազգ եւ պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը, ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին։ Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, եւ սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անկախտելի բաղադրիչն է։ Մարզահամերգային համալիրում հրավիրված ընդունելության ժամանակ նշեց հանրապետության ղեկավարը։ Այս ծափահարությունները հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինվորներինն են։ Նրանք կյանքն են տվել Հայաստանի անկախ հանրապետության համար, պաշտպանել են մայր հողի, Արցախի սահմանները։ Սիրելի հայրենակիցներ, դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարվածություն կամ բարդ քաղաքական իրավիճակ։ Մենք ինչ որտեղ նույնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն։ Ցավոք, միշտ չէ, որ լարվածության թուլացումը մեզնից է կախված, բայց մենք անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ իրավիճակը մեղմելու և բնականon հուն մտցնելու համար։ Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները։ Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև համայն հայության միասնական կեցվածքը։ Ընդունելությանը մասնակցում են սեպտեմբերի 18-ից 21-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հրավիրված եկեղեցական ժողովի ներկայացուցիչներ միացել են տոնախմբությանը, արժևորելու անկախության գաղափարը որպես աստվածատուր պարգև եւ շնորհ։ Ազատությունը Աստծո շնորհ է մարդուն, բանական մարդուն, Աստծո կերպարը կրող մարդուն եւ որպես պարգև այն խնամելու, պահպանելու մեծ պատասխանատվություն ունի մարդը։ Մեզ տրվեց խորհրդային տարիների փլուզումից հետո մեզ տրվեց այն եւ մենք պահպանեցինք, կարելի ասել որպես ժողովուրդ նաև արյան գնով եւ դրա համար նաև մեր ազատամարտիկների հիշատակի նրանց եղած արյան արժև ենք պատասխանատու։ Արցախը մի քիչ ավելի առաջ անկավ եւ անկախացավ եւ այս ամենը նախապատրաստեցող որ Մայր Հայաստանն էլ անկախանար։ Մեզ համար դա մեր երազանքների երազանքն էր եւ հայերի համար առավել եւս հոգեվոր դաս է համար, որտեւ ունենալ պետականություն, դա գիտեք ամեն մի ազգի եւ մեծ երազանք է։ Պետականությունը միշտ անվտանգության երաշխիքն է իր ժողովրդի եւ աչքի լույսի պես պիտի պահենք մենք։ Անկախությունը մենք գերազեինք, բայց անկախությունը երբ որ սովետական փլուզումն վերջ երբ որ մենք ունեցանք անկախություն, անկախություն ունենալն վերջ մենք հաղթանակ ունեցանք։ Այդ հաղթանակի միջոցով է որ մենք այսօր 23 տարի է մենք անկախությունը գվայելենք։ Անկախությունը մարդուն ինքնության փաստն է, անկախությունը մարդուն արժեքն է, անկախությունը մարդուն հբարդանքն է, առանց անկախության հբարդություն չկա, առանց անկախության մարդու արժեք եւ բադիվ չկա։ Հանրապետության անկախությունից ի վեր պետական կառույցների եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գործակցությամբ վեր են հանվում ու լուծվում են ամենատարբեր հարցեր։ Անկախ պետականության ձեռքբերումից հետո երկրում խնդիրներ առաջացան ոչ միայն սոցիալական, իրավական ոլորտներում, այլև բարոյական, արժեհամակարգային հարցերում։ Մեր կյանքում հիմնարար շատ բաներ փոխվեցին։ Բնականաբար ինչպես նախագահն ասաց, դեռ շատ անելիքներ ունենք, որ կայացած պետություն դառնանք, այդ պիտի ցանկանանք եւ յուրաքանչյուրս ցկտենք իր տեղում անել առավելագույնը եւ իհարկե հիմնարար փոփոխվեն մեր այս կարևոր բարոյական հիմքերը։ Ազնիվ մարդու կեցվածքը դառնա հարգալից։ Անկախ պետականությունը իր հետ հոգևոր վերազարթոնք բերեց։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը գործուն մասնակցություն ունեցավ
կրթության, մշակույթի, սոցիալական ոլորտներում։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։